Ժողովուրդ, երբ որ դուք ասում եք, որ Ռուբեն Վարդանյանը ու Բաքոն այդ ամեն ինչը, ինչ որ իրանց հետ կատարվում է, դա ձևական է։ Հիմա դուք տեսնում եք, չէ, որ դուք սխալվեցիք։ Բա ինչի եք շարունակում, ժողովուրդ։ Դուք արդեն տեսնում եք ոնց են իրանց խոշտանգում, ոնց են ջարդել Բաքոյի սաղ բերանը ատամները, տեսնում եք Ռուբեն Վարդանյանի նիհարած ու սաղ կապտած վիճակը։ Դուք հիմա ինչի եք շարունակում այդ թեման ու չեք փորձում իրանց օգնել։ Դա նորմալ է, հա, ձեր համար, որ հայերին այդ վիճակի են գցում հայ լինելու համար։ Լավ, ասենք իրանց չեք սիրում, ասում եք լավը չեն, թող լինի։ Բա իրանց հետի գեներալին, այն գեներալը, որը ցուցմունք է տվել Բաքվի Սամասուդում, ոչ թե սուդում, Սամասուդում ու ասել է, որ հա, ես գեներալ եմ եղել, ես պայքարել եմ, մասնակցել եմ պատերազմին Ադրբեջանի դեմ ու եթե պետք լինի, ես էլի կմասնակցեմ։ Այդ գեներալին ինչի եք թողել այնտեղ։ Իրան ինչ անուն եք դնում, ժողովուրդ։ Մեր հայ տղամարդկանց տվել եք իրան խոշտանգեն ու դուք ասում եք դա նորմալ է, հա։ Ժողովուրդ, ձեզանից ոչ մեկ ինձանից շատ ռուս չի ատել։ Ձեզանից, ինձանից շատ, ձեր մեջ չկա մարդ, որ ռուսաֆոբ լինի։ Երբ որ դուք ասում եք, ես ռուս ազգը չեմ ատում, ես մենակ Պուտինին ու իր իշխանությունն եմ ատում, ես մեծացել եմ ռուսական գրականություն կարդալով։ Ես տենց բաներ չեմ ասում։ Ես ասում եմ, որ հենց ռուս ժողովուրդն է ծնել Պուտինին։ Հենց ռուս ժողովուրդն է իմպերիալիստ, բոլոր վանյկաները ու բոլոր նատաշկաները էդ են, իրանք են ուզում մեզ իշխեն։ Ու ես չեմ դա փակում, որ նրանով, որ ես կարդացել եմ ռուսական գրականություն, հա, ես էլ ձեր նման դրանով եմ մեծացել, բայց հետո ինչ, հա, իմ ռուսերենն էլ ավելի գրական է, ավելի գրագետ է, քան հայերենս, հետո ինչ։ Ես ձեզանից մի 1000 անգամ ավել ռուսաֆոբ եմ, երբ որ ես մտնում եմ հենց այսօր էլ, մտնում եմ սլավոնական խմբերում, իրանց ճպցնում եմ իրանց երեսին, իրանց դավաճանությունը Արցախում, իրանց ասում եմ, որ ձեր ներկայությամբ ադրբեջանցիք նարուչնիկներ հագցրեցին Բաքոյին, գեներալներին, Ռուբեն Վարդանյանին, դուք ձերբակալեցիք ու փոխանցեցիք, ֆիզիչեսկի փոխանցեցիք իրանց։ Դուք ձեր էջերում ուղակի բողոքում եք իրար էջերում, որ բողոքում եք, ինչ օգուտ է դա տալիս, ոնց որ ձեր խոհանոցում իրար պատմեք ու վերջ, այդ ձեր էջերն էլ փագած է լրիվ, только для друзей, մենակ մենք ենք տեսնում, ինչ օգուտ ժողովուրդ, որ չեք գնում ռուսի երեսին չեք շփացնում, մի հատ հայտնի ռուս կին կա, լիքը վիդեոներ անում ու շատ իզվեսնա ինքը YouTube-ում, իրա մոտ մի երկու հատ հայ է գրում, դուք ինչի իրա մոտ չեք գրում, ինքը այդքան պոլիտոլոգիայով է զբաղվում Իսպանիայից ու սաղ ռուսները իրան են լսում, հենց այսօր էլ մեր մասին է խոսացել ու իրա վիդեոյում բացատրում է, որ մենք ընդհանրապես գոյատևում ենք ռուսների շնորհիվ, ինչի իրան չեք ասում, իրար մեջ որ խոսում եք օգուտը որն է, ռուսաֆոբներ, բայց ես լինելով այտենց ռուսաֆոբ, ես չեմ համարում, որ Ռուբեն Վարդանյանը մեզ սարքում էր Թաթարստան, իրան հարց են տվել, մարդը սխալվեց, մի անգամ տենց խոսքի մեջ պատասխանեց, որ եթե էս է լինելու մեր վիճակը, ավելի լավ է մտնենք Ռուսաստանի մեջ, լինենք որպես Թաթարստան, Թաթարստանի նման մի բան, քան կոտորվենք Թուրքի յատագանից, այդքան բան է մարդը ասել, կարող է ինքը քարոզել է, կարող է ինքը եկել է մեզ ստիպել է, ինչ է արել այդ մարդը, որ դուք հիմա այդ բառից կպել եք ու ասում եք ինքը ուզում էր մեզ, ես եմ պայքարում, որ մենք գուբերնիա չդառնանք, որտեվ եթե մենք գուբերնիա դառնանք, այդ օրը հավաքելու է ձեզ, հայ տղամարդիկ, ձեր որդիներին, հայ կանայք, ուղարկի Ռուսաստան ու Ուկրաինա իր համար մեռնելու համար, ոնց որ արեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որը դուք մինչև հիմա անվանում եք ռուսի բառով Великая Отечественная война, այդ ինչ Отечественная война էր մեր համար, երբ որ մեր տղաներին ուղարկեցին ռուսի համար մեռնեն իրանց դաշտերում, Գերմանացին մեր վրա չէր հարձակվել, դուք ինչի մեր տղամարդկանց ուղարկեցիք ռուսի Նատաշայի համար մեռնի,
ու կոչում եք այդ Վիլիկը Отечественная վայնա, ամբողջ ցիվիլ աշխարհը դա կոչում է երկրորդ համաշխարհային պատերազմ, իսկ դուք հայերով, ռուսաֆոբներով դեռ ռուսների աչքերով եք մեզ նայում, դաժե ինչքան մարդ կա, որ Նժդեին ֆաշիստ է կոչում, որովհետև դա ռուսական մոտեցումն է, դա ռուսների աչքերով եք մեզ նայում, այ ստրուկներ, բայց հիմա դուք ինձանից շատ ռուսաֆոբ չլինեք, այդ մի նախադասությունից ինտերվյուի ժամանակ լսեք, ես նենց էի վախեցել պատերազմի ժամանակ, որ ես էլ եմ դա ասել, ես էլ եմ այդ 44 օրվա մեջ ասել, որ չի, այս ժողովուրդը կոտորվեց ընդեղ, Արցախցին կոտորվեց ընդեղ, գլուխները բոլորի կտրեցին, եկեք ավելի լավ է, եթե ռուսը վերցնում է, թող ռուսը վերցնի իրա մեջ պրովինցիա դարձնի, քանց թե մեր ազգը կոտորվի ու ընդեղ էլ չապրի, ես էլ եմ ասել, դե ինձ էլ դավաճան արեք, հա ու կանեք, չեք անի, ինձ էլ մի դայբոք, որ գողանան, պետք է ասեք, տեսեք, ինքը հոլովակում դա ասել էր, ուրեմն ինքն էլ էր այդ ուզում, ուրեմն այդ սաղ պայքար ռուսների դեմ ձևական էր, ինքը այդ մի նախադասությունը ասեց, խոստովանեց, ես չեմ հասկանում, դուք իրականում տենց պրամալիներին եք, դուք չեք հասկանում, որ պահին ոնց կարելի է խոսալ, ինչա պետք ասել, ինչի համար է պետք ասել, ես էլ եմ շատ բաներ ուրիշ ձև ասում, որտեղ իմս էլ, իմ էջս ասենք, տեղեկատվական պայքարի էջ է, ես ամեն ինչ չեմ կարողանում ձեզ ասեմ, ես շատ անգամ այսենց եմ ձեր հետ խոսում, որ իրանք չհասկանան, մենակ դուք հասկանաք, բայց էլի չի ստացում ձեր հետ ժողովուրդ, դուք մենակ սենց պրամոյն եք սիրում, մենակ սենց ճակատին եք սիրում, չեք թողում, որ մարդ ձեր հետ մի քիչ ուրիշ ձև խոսա, խաղերով, նենց որ Վարդանյանը ոչ մի քարոզ չի արել, մենք էլ նենց էլի լրիվ լոխ ենք, սենց պետքա գան մեզ քարոզանեն ու մենք ինչ ճիշտ եք ասում, ոնց կարելի է ռուսին հավատալ, եթե ռուսը Լավրովը Բաքվում ինտերվյու տվեց ու ասեց Հայաստանը սաբոտաժ է անում, մեզ միջանցք չի տալիս, Ռուսն է ուզում մեզանից միջանց, դուք ոնց կարող եք ռուսի կողմը լինեք, հիմա ես ինչ էլ ասեմ պրոռուսական, ոնց կարաք դուք էս իմ ասածը անտեսեք ու ասեք այ ինքը ասեց, որ վախեցել էր պատերազմի ժամանակ, հո ես իմ համար չի վախեցել, ես այդտեղ չէի ապրում, ես վախեցել էի Արցախի ժողովրդի համար, այն երեխեքի համար, ում գլուխները կտրում էին, ու վախից այդ ասել եմ, դե եկեք ինձ էլ մի հատ խաչեք ու ասեք, всё, ինքը արդեն ռուսամետ է դարել, ու իմ այս ամբողջ պայքարս ջնջեք, այդ մի ասածս վերցրեք դրոշ սարքեք դրանով, այդ է կարել Վարդանյանի հետ, Ռուբեն Վարդանյանի, մեկ էլ ասեմ, երբ որ Ռուսաստանը ՕՕՆ-ում, նա Սասիդանի ՕՕՆ ինքը ասեց, որ դեմ է քվեարկել մեր գերիների հարցը քննարկելու համար, երբ որ այդ ժամանակ Կիպրոսի դիպուտատը պատգամավորը վերակացել ու ասել է այսօր մենք բոլորս հայ ենք, երբ որ Ֆրանսիան ու բոլոր երկրները կողմ են քվեարկել, որպեսզի քննարկեն մեր գերիների հարցը, Ռուսաստանը դեմ է քվեարկել, էլ ոնց կարաք դուք այդ երկրին ինչ որ մի բան վստահեք, ձեր կյանքը, ձեր երկիրը, ձեր միջանցքը, հա շատ ենք հա ուզելու միջանցք, որ Պակիստանից է սկսում այդ միջանցքը, դուք գիտեք, տեղյակ եք, որ Պակիստանից միջանց է սկսելու Թուրքիայով գա մեր միջով մի դայբոք անցնի ու հասնի Ադրբեջան ու Ռուսաստան, դա Ռուսաստանին է պետք, ինքն է անում, ջերմուկի հարձակումը իր արած գործն, Անուշ Ապետյանի այդ դաժանաբար սպանությունը իր աշխատանքներ, հիմա դուք ոնց կարող եք ես իմ ասածը անտեսեք ու ասեք ինքը մի նախադասություն ասեց, նույնն էլ Ռուբեն Վարդանյանն է մի բան սխալվեց այդ պահին ասեց, բայց իր ամբողջ հայամետ աշխատանքը ոնց եք դուք այդքան մոռանում, ուրանում ժողովուրդ, այս ինչ ազգ եք դուք դարել, որ դուք ուրանում եք, իցեն բոլը ոչ մի բան արած չլիներ, այն գեներալն էլ հո պայքարել է, ոնց եք դուք իրան տալիս Ադրբեջանի Սամասուդին հայ տղամարդուն ու ասում եք այտենց պետք է լինի, ամոթ է ժողովուրդ, մի քիչ հայ արժանապատվությունը հետ բերենք, տես չի կարելի, ուղղակի չի կարելի